Այսօր Հովանավանքում պատարակ է մատուցում կարգալույս եղած քահանան եւ այնտեղ Նիկոլ Փաշինյանն է ու իր աջակիցները եւ ընդունում են այդ պատարակը, բայց չընդունեցին Արագածոտնի թեմի հոգեվորականին եւ ճանապարհի կեսից հետ վերադարձավ նա։ Նախ այս վիճակը մեկնաբանենք։ Ես պատարակի եմ եղել ու չունեմ որևէ տեղեկություն, թե այս ընթացքում ինչ է կատարվել այնտեղ, բայց ակնհայտ էր դեռևս օրեր առաջ, երբ հայտարարությունը արվեց, որ պիտի այնտեղ այդ բեմադրությունը կատարվի, որը իրենք կոչում են պատարակ, ակնհայտ է, որ մենք այսպես տեսնում ենք նոր աղանդի ստեղծումը։ Պողոս Առաքյալը մի հետաքրքիր միտք ունի, ասում է՝ լավ է, որ ձեր մեջ պառակտումներ լինեն։ Ես մի անգամ երբ կարդում էի Պողոս Առաքյալի նամակները, անկեղծ զարմացա, ասում եմ, ի՞նչ ասում, էլի, ոնց թե լավ է, որ ձեր մեջ պառակտումներ, հերձվածներ, աղանդներ լինեն։ Ինչով է լավ։ Հաջորդ տողում արդեն պարզաբանում է։ Ասում է, համայնքում պիտի լինեն պառակտումներ, որ ձեր միջի ընտիրը երևա։ Այսինքն բոլոր ավանդական քրիստոնեական համայնքներում էլ մշտապես լինում են պառակտումներ, որպեսզի ամենամանիպուլատիվ, ամենահակաքրիստոնեական տրամադրված, ամենատարբեր քաղաքական, կուսակցական այս դեպքում խնդիրներ հետապնդող մարդիկ իրենց կուսակցական հարցերը վերցնեն ու գնան մեր միջից, չպառակտեն մեր համայնքն ու ընտանիքը։ Այնպես որ կարծում եմ ինչ որ աստվածային նաև տնօրինություն կա այս ամենի մեջ, որ այն մարդիկ, որոնց աշխարհայացքը, աշխարհընկալումը, քրիստոնեական ապրումը, զգացողությունը մեզ հետ նույնական չէ, նրանք մեզ հետ միասնական չեն, մեզ հետ հաղորդակից չեն, այս տաճարում մեր պատարակներին ուղղակի այլևս ներկա չեն գտնվի, այլևս իրենց ոտքով կգնան, գիտեք, մենք չենք կարող որևէ մեկին եկեղեցուց վռնդել։ Այնինչ այսօր իրենք անում են, օրինակ մարդուն փակած բերանով եկեղեցուց դուրս են հանում, հոգևորականներին թույլ չեն տալիս մտնել տաճար, այդ զարհուրելի բաները մենք չենք կարող չէ անել։ Ու նույնիսկ եթե մարդը նիկոլական է, նույնիսկ եթե մարդը ունի կուսակցական ինչ-ինչ այլ աշխարհայացք, մենք իրեն երբևէ չենք վռնդի եկեղեցուց։ Արիոտես, որ իրենք ինքնուրույն հեռացան։ Իրենք ինքնուրույն թողեցին ու գնացին եւ դրա մեջ կա ինչ-որ աստվածային նախախնամություն, որ Աստված ինքը առանց բախումների, առանց կոնֆլիկտների, առանց սրբապղծության մեր համայնքը թողեց հանգիստ, իսկ իրենց առանձնացրեց։ Իրենք չեն կարող երկար մնալ Հովանավանքում, միևնույն է ուշ թե շուտ Հովանավանքը մշտապես լինելու է օրվա ամենայն հայոց հայրապետի տնօրինության եւ հայրական խնամքի ներքո, 1-2 շոու, 1-2 նման միջադեպ եւ իրենք կթողնեն կգնան ամեն մեկը իրենց կուսակցական շահերով, մի աղանդ ավել, մի աղանդ պակաս։ Հայաստանում մշտապես աղանդները սնկի պես աճել են, բայց երբեք չեն մնացել երկար, ինչպես աճել, այդպես պառակտվել գնացել են։ Ամենամեծ համախմբումը կար հիմա մի նոր պառակտում է մեր հասարակության մեջ։ Հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբումը չի լինում այսպես ուղղակի ազգային պատկանելությամբ։ Դու պիտի կիսես հայ առաքելական եկեղեցու վարդապետությունը, դա ամենաառաջնային ու կարևորագույն կանոնն է, որ դու պատարակին հաղորդակից լինես։ Հայ առաքելական եկեղեցու ուղղադավան վարդապետությունը կիսել, այդ մարդիկ ակնհայտորեն չեն կիսում մեր եկեղեցու վարդապետությունը, հետևաբար հայոց եկեղեցու միաբանված են մեր հավատակից մարդիկ, այդ մարդիկ մեզ հավատակից չեն, հետևաբար ինչ միասնության մասին է խոսքը, սև ու սպիտակի մեր ժողովուրդը բաժանվել է 18 թվականին եւ ատելության մթնոլորտը անդադար խորացվում է եւ բնականաբար դա այսպես կառավարական մակարդակով ամեն օր հովանավորվող բան է բաժանումը։ Ուղղակի այդ բաժանումը չպիտի մտնի եկեղեցի։ Այո, իրենք հիմա եկեղեցում չեն եւ եկեղեցում չեն պառակտում։ Իրենք իրենց պառակտումը եկեղեցուց վերցրել տարել են դուրս։ Իրենք այլևս եկեղեցուց դուրս են։ Իրենք այլևս եկեղեցու հաղորդությունից դուրս են։ Եվ լավ է որ դուրս են։ Այդ պառակտումը չի մտնի եկեղեցի։ Փաշինյանը տարածեց մի տեսանյութ, ասաց, որ իրենց գործողությունները իր բառերով մայրաթորի ազատագրման արդեն գործնական փուլ են մտնում։ Սա ինչպես եք դուք մեկնաբանում եւ ինչ գործողություններ եք սպասում, ակնկալում իրենցից։ Սա բացարձակապես իմ մեկնաբանելիքը չէ, ես
աստվածաբան եմ, արվեստի տեսության, պատմության եւ կառավարման մասնագետ եմ, ես ուղղակի չունեմ նման խնդիրները մեկնաբանելու կարողություն։ Երկու մասնագետներ պետք է պարոն Փաշինյանին մեկնաբանեն, մեկը հոգեբուժներն են, որոնք լուրջ այդպես հոգեմտավոր խանգարումներով են զբաղվում, իրենց մեկնաբանելիքն է, ընդ որում ոչ թե հոգեբանների, այլ արդեն բժշկական լուրջ կրթություն ունեցող մարդկանց, եւ երկրորդն իհարկե պետք է հասցեագրել ուժայիններին։ Այսինքն այս մարդու գործունեությունը բացառապես հոգեբուժների եւ ոստիկանների տիրույթում է, աստվածաբանների տիրույթում չէ այլևս։ Որպես աստվածաբանի իրադարձությունները զարգանում են այս պահին հենց Հովանավանքում։ Արդյոք օծյալ քահանայի կողմից չանցկացվող պատարագը չի դարձնում պղծյալ եկեղեցին։ Ընդհանրապես մենք այդ պետք է որոշակի ժողովական որոշում տրվի, արդյոք կարիք կա վերահոսման թե ոչ, անշուշտ այն ինչը կատարվում է սրբապղծություն է, բայց պետք է հասկանալ, արդյոք այդ պղծությունը վերաբերվում է օծյալ տաճարին, թե հակառակը, իրենք իրենց են պղծում այս պահին։ Այս մի քիչ վարդապետական քննարկման հարց է, վստահ եմ, որ շատ շուտ որոշակի հայեցակարգ կձևավորվի եւ Մայրաթոռում կա հայեցակարգային գրասենյակ, որը ակտիվ պարզաբանումներ տալիս է։ Կարող եմ միանշանակ ասել, որ այս պահին իրենք իրենց դուրս են դրել եկեղեցու հաղորդությունից եւ վերածվել են այլևս աղանդի։ Այսինքն, եթե մինչ այս մենք խոսում էինք հայ առաքելական եկեղեցու մոլորյալ զավակների մասին, այլևս պետք է խոսենք ուղղակի աղանդավորական եւս մեկ կառույցի մասին։ Ինքս, քանի որ իմ գործունեության հենց սկզբից զբաղվել եմ աղանդավորական տարբեր կառույցների մեկնաբանմամբ, կարող եմ մի բան արձանագրել, որ այնքան է այս իշխանությունը մարգինալացվել, այնքան է այս իշխանությունը այլևս դարձել օդիոզ եւ որևէ ձևով անհամագործակցելի, որ մի բան եմ ուզում նշել, նույնիսկ Հայաստանում գործող խարիզմատիկ եւ տոտալիտար աղանդները այսօր դիստանցավորված են այս կառավարությունից։ Մի բան ուզում եմ ուշադրություն դարձնեք, ոչ մի աղանդավորական խումբ այս ընթացքում որևէ ձևով դուրս չի եկել այս իշխանության հետ բաց համագործակցության։ Եթե 2018 թվականի իշխանափոխության, ինչպես շատ քաղաքական մեկնաբաններ արդարացիորեն նշում են թուրքա-ադրբեջանական այդ հեղափոխության օրերին իրենց հիմնական հենասյունը Հայաստանում գործող որոշ աղանդավորական կառույցներ էին եւ բազմիցս հրապարակվել է դեմքերով, անուններով, թե աղանդավորական որ կառույցները, որ հովիվներն էին ակտիվ մասնակցում այդ իշխանափոխության առաջին ալիքներին, ապա այսօր նույնիսկ աղանդավորներն են վախենում եւ արհամարում այս գործընթացները եւ իրենց պահվածքը։ Վստահ եմ, որ նրանք շատ կուզեին աղանդավորական խմբերով ինչ-որ քանակ ցույց տալ, բայց այսօր ստիպված են քանակ ցույց տալ բացառապես նախարարներով, ստախոսներով, ուժայիններով եւ գետ մեկ պարզապես հավատացյալ մարդ դուք վստահ եմ չեք տեսնի այս օրերին Հովանավանքում, նույնիսկ աղանդավորների համար այլևս իրենք հետաքրքիր չեն։